Համեցեք, որովհետև ինքը չի տվել հարց։ Որևէ մեկը իհարկե ավելի պակաս չի դասում ձեր իրավունքները, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները, դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ հարցում արեք, տեսեք ասոցիացում եմ, ես իմ կամ իմ քայլը հիմնադրամ քաղաքացիական պայմանագրի հետ, թե ոչ, հիմա եթե մենք գնանք եւ հարցում իրականացնենք եւ այդ հարցման արդյունքում պարզվի, որ այո, ասոցիացիա կա, այս դեպքում ինչ է արվելու եւ ձեզ հենց հիմա ճիշտ ասած էջից բերեք ձեր իմ քայլը հիմնադրամի ուղի եթերներ, որը քաղաքացիական պայմանագիր աջակցի համագիրների խումբը իրենց էջով տարածել, սա ասոցիացիա չէ։ Տեսեք, երբ որ դուք գնաք հարցումն անեք եւ ասոցիացումը փաստ դառնա, պարզվի, որ բոլորը ասոցիացում են, դրանից հետո պետք է բերեք օրենքի այն կետի այն մեջբերումը, որը արգելում է ասոցիացվող անձին կամ հիմնադրամին գործունեություն ծավալել։ Հուսով եմ, որ կբերեք, բայց չկա այդպիսի օրենքի բան դրույթ։ Եթե նույնիսկ ասոցիացնում են, դա խոչընդոտ չի հանդիսանում Հայաստանի, մենք գործում ենք օրենքներով եւ օրենսդրությամբ, չէ՞։ Այո։ Տեսեք, ես ուզում եմ ուղղակի տրամաբանությունը հասկանալ։ Նախ մեզ ինձ անկեղծ այս ընթացքում հասկացել ուշը զարմանալի է, որ հրավիրել եք ասուլիս Դանիել Յովանեսյանի դեմ հաղորդում տալու մասին եք հայտ արարողը եւ կդրեք մի տեսեք ձեզ զոհի կերպարում եք դրել, որ ձեզ թիրախավորել են եւ հիմա ուզում եք այս ընտրական փուլում որպես կին, որպես չգիտեմ, հանրային փուլից թիրախավորել, բայց իմ եւ գործընկերների բոլորի հարցերը տրամաբանության շրջանակներում են, օրենքները մի կողմ, օրենքները թեպետ բոլորի համար հավասար են, բայց մենք տեսնում որ շատ դեպքերում ընտրողաբար են գործում իշխանականների եւ ընդդիմադիրների մասով, բայց ախր դուք եթե չեք ասոցիացվում ԿՊ-ի եւ Նիկոլաշինից, ելով ասոցիացվում, դուք ամենաշատն եք ասոցիացվում ԿՊ-ի եւ հիմա դուրս գանք հարցում անենք, հետո գործընկերներով գնանք հարցում անենք, դրանից ինչ է։ Վահե ջան, հիմա մենք նստած ենք ես որպես հիմքայլ հիմնադրամի ղեկավար քննարկում ենք մի հարց, որը բացառապես օրենքի շրջանակներում կարող է լուծվել։ Եվ ես լսում եմ լրագրողից հետևյալ նախադասությունը. մենք առաջնորդվում ենք տրամաբանությամբ օրենքները մի կողմ։ Եթե մենք որոշենք տրամաբանության դաշտում վիճել եւ եզրահանգումների գալ, կարող ենք դա էլ անել, բայց դա մեզ օգուտ չի տա, որովհետեւ ոնց օրենքները մի կողմ։ Ինչ է նշանակում օրենքները մի կողմ, ասեցիր, բայց մենք չենք խոսում, մենք խոսում ենք եւ ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես նման եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, այդ թվում հայց ներկայացնելով այն մարդու դեմ, ով խախտել է իմ իրավունքները։ Դա զոհի կերպար չէ ընդհանրապես, ես պաշտպանում եմ իմ իրավունքները։ Օրենքները պետք է պահպանել անկախ ամեն ինչից, անկախ տրամաբանությունից, բայց նկատի ունեմ, որ իմ եւ գործընկերներից բոլորի հարցերը օրենքներից բացի եւ օրենքները չհակասելով տրամաբանության շրջանակներում են, ուզում ենք հասկանանք դուք որ տրամաբանությամբ եք առաջնորդվում, այդ օրենքները դեռ դատանում կվիճարկներ կհասկանան, օրինակ օրենք խախտել են թե չէ, դուք հիմա սուբյեկտիվ կարծիք եք ասում, որտեղ ձեր նկատմամբ օրենք են խախտել, շատ լավ, ընդունում եք գիտություն, դիմել եք դատարան, կհետևեք պրոցեսին։ Հուսով եմ, որ կհետևեք պրոցեսին, որովհետև ձեր եթե տրամաբանությամբ եք առաջնորդվում, գուցե կարիք չտեսնեք հետևել պրոցեսներին եւ օրենքներից ելնել։ Դատարանը խախտում չի տեսել ձեր նկատմամբ գործողությունները։ Կտեսնենք, եթե հարցերը կառուցել, եթե այսպես պարզվի, եթե այնպես պարզվի, ես ձեզ փաստերն եմ ասում։ Փաստերը նրա մասին են, որ իմ քայլը հիմնադրամի ոչ գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ, չեն հանդիսանում թեկնածուներ առաջիկա ընտրությունների ժամանակ, այդպիսով չեն խախտում բարեգործության մասին օրենքը, առավել ևս իմ քայլը հիմնադրամի որևէ ծրագրի շրջանակում որևէ շահառուի հետ երբևէ տեղի չի ունեցել որևէ ձևով քարոզչություն, որովհետև ես ինչպես իմ իրավունքն եմ պաշտպանում, այնպես պաշտպանում եմ բոլորի իրավունքը, ընտրությունը
մարդու ազատ կամարտահայտությունը, մարդու ազատ քաղաքական կողմնորոշումը դա ամենամեծ արժեքն է, որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ամենաթանկ արժեքն է, եւ դա մենք բոլորս պիտի պաշտպանենք։ Առավել եւս, այսինքն քարոզչությունն իրականացնում են բոլոր այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում, ուզում են մարդկանց ներկայացնել իրենց գաղափարները եւ ուզում են մրցել ընտրություններում։ Մենք իմ քայլը հիմնադրամը որևէ ձևով ներգրավված չէ այդ գործողություններում։